Երևանում ավարտվել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը։ Նիստում ամփոփվել եւ քվեարկությամբ ընդունվել են 4 հանձնաժողովներում ընդունված զեկույցները։ Եվրոպական խորհրդարանի անդամ Օլիվեր Շենքն ընդգծել է, որ վերջին տարիներին արևելյան գործընկերությունը եղել է Եվրոպական միության ամենակարևոր անկյունաքարերից եւ պետք է վերածվի ռազմավարական գործիքի։ Արևելյան գործընկերությունը պետք է ավելի սերտ աշխատի Եվրամիության հետ անվտանգային, պաշտպանական, էներգետիկ քաղաքականության շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնի քաղաքասարակության, անկախ մեդիայի եւ ժողովրդավարական շարժումների վրա։ Այս նոր քաղաքական առաջնահերթությունների առումով մենք կոչ ենք անում արևելյան գործընկերության գագաթնաժողով անցկացնել 2027 թվականին եւ մեկտեղել Եվրամիության անդամ պետություններին, գործընկեր երկրներին եւ քաղաքասարակությանը հաստատելու գալիք տասնամյակին նոր տեսլականը։ Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետևանքների։ Կառույցում համանախագահ ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը խոսել է կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծի տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով առաջարկող լայն հնարավորությունների մասին։ Մենք հավատում ենք գլոբալ դարպասներ եվրոպական նոր ռազմավարության գաղափարին, ընդգծում, որ դա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլև ռազմավարական շրջանակ։ Գլոբալ դարպասներ նշանակում է մոդել հիմնված թափանցիկության, կայունության եւ հավասար գործընկերության վրա։ Կապը պետք է լինի զուգորդված լավ կառավարման, օրենքի գերակայության եւ ինտեգրման երաշխիքների հետ, ու կարեւոր են դատական անկախությունը, հակակոռուպցիոն քայլերը։ Այս բանաձևը կոչ է անում աջակցել ՓՄԶ-ներին, կանանց կողմից առաջնորդվող ձեռնարկություններին, հանուն ներառական աճի։ Փոխկապակցված էներգետիկ ապագային վերաբերող զեկույցի նպատակն է արագացնել էներգետիկ կապերի զարգացումը, կանխել քաղաքական միջամտությունները եւ շարունակելով համագործակցությունը նվաճել ու հասնել էներգետիկ ինքնիշխանության։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական ճնշումների ժամանակաշրջանում, որտեղ կան մրցակցություն, մարտահրավերներ, ու երկրները պետք է ներդրումներ կատարեն գիտական համակարգերում, որպեսզի կարողանան գոյատևել արագ փոփոխվող միջավայրում ու գլոբալ մրցակցության պայմաններում։ Նստաշրջանի աշխատանքի ավարտից հետո համանախագահողներ Մարիա Կարապետյանը եւ Սերգեյ Լագոդինսկին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում անդրադարձել են երրորդյա աշխատանքին։ Երևանում կայացած խորհրդարանական վեհաժողովը նշանավորվեց նրանով, որ Եվրոպական խորհրդարանից եկել էր ամենամեծ պատվիրակությունը Եվրանեստի պատմության ընթացքում։ Դա ցույց է տալիս ոչ միայն մեր հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, այլև արևելյան գործընկերության եւ արևելյան գործընկերության խորհրդարանական ուղղության նկատմամբ։ Կարծում եմ, որ շատ կարևոր էր, որ Հայաստանը հյուրընկալեց եւս մեկ անգամ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովը։ Շատ կարևոր էր, որ Եվրոպական խորհրդարանի շատ մեծ եւ բազմազան պատվիրակություն էր ներկա խորհրդարանական վեհաժողովի։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Սերգեյ Լագոդինսկին եւս մեկ անգամ վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը այս գործընթացին։ Խաղաղության գործընթաց հնարավոր դարձավ Հայաստանի կառավարության դիրքորոշման շնորհիվ, սա հենց այն ուղղությունն է, որին մենք ձգտում ենք եւ որին կոչ ենք անում։ Թեև ճանապարհի վերջին դեռ չենք հասել, բայց ականատես ենք զգալի առաջընթացի, ինչը ոգևորիչ է եւ արժանի լիարժեք աջակցության։ Եվրանեստի հաջորդ 13-րդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա 2026 թվականին Բրյուսելում։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։